բազային հիմքից ստացած ռելիեֆային կարերով կորսետի այս մոդելը մենք ստանանք հենց այսպիսի կարեր, որոնք գնում են մի փոքր անկյունագծով կողքեր, եթե մենք ռելիեֆային կարերի տեղը թողնենք այնտեղ, որտեղ որ նախատեսված էր սեղմոները, դա վերաբերում է կրծքի սեղմոնին եւ մեջքի սեղմոնին։ Այստեղ կողային դետալը դրա համար սեղմոնի խորությունը բաժանված է կողքի այս կարերի։ Եթե մենք մոդելավորենք, ահա այս մոդելը, որը հիմա դուք տեսնում եք, եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ կարերը թեք են դեպի կենտրոն, իսկ այստեղ կողք է գնում, իսկ այնտեղ թեք են դեպի կենտրոն։ Դրա համար բոլոր ռելիեֆային կարերի տեղերը փոխվում են դեպի այն ուղղությունները, որ ըստ մոդելի անհրաժեշտ է։ Ես որպես օրինակ գծել եմ ահա այս տարբերակը լրիվ սրա հիմքի վրա, պարզապես բոլոր սեղմոնների գծերի տեղերը տեղափոխել եմ։ Օրինակ, մեջտեղի գծից մինչև ռելիեֆային կարի տեղը որոշել եմ 5 սանտիմետր, ես այդ 5 սանտիմետրը նշել եմ ահա այստեղ, այսպես, եւ գծել եմ իմ առաջին ռելիեֆային կարի գծի տեղը։ Առաջին ռելիեֆային կարի գիծը, որ գծվում է, սա հենց կարման գիծ է, ոչ թե խորություն, ոչ թե առանցքի գիծ, այլ հենց կարի գիծն է, որից արդեն կողք պետք է տեղադրվի սեղմոնների խորությունները։ Ես այստեղ տեղադրել եմ ահա այս խորությունը, որ համապատասխանում է, եւ այս խորության որոշակի մասը, ոչ ամբողջությամբ։ Իրականում նայեք, ես գծում եմ սկզբից, օրինակ տեղադրեցի հասա, գծում եմ գիծը, ահա այս մակարդակից, եւ հետո նոր չափում եմ այս հատվածը, տեսնում եմ ինչքան է ստացվել։ Գիծը եթե իմ դուրս գալիս է, ես այն թողնում եմ, եթե տեսնում եմ, որ կարող եմ խորացնել, այսինքն հնարավոր է գիծը մի փոքր ահա այսպեսին դարձնել, ձևավորել այն, ահա այսպես, ապա ես այդ փոփոխությունը կատարում եմ։ Կարևորը, որպեսզի ռելիեֆային կարը չփոխվի եւ ես ունենամ ծլացիկ գեղեցիկ գիծ։ Այդ աշխատանքը ես արդեն կատարում եմ մնացած դետալներին։ Այնուհետև ունենալով արդեն ահա այսպեսի, սրանք արդեն չպետք է ուշադրություն դարձնել, ես տեղադրում եմ հաջորդ դետալի, որքան հեռավորության վրա է գտնվում մյուս կարի գծի տեղը, օրինակ կարող է լինել 7 սանտիմետր։ Իսկ արդեն հաջորդ կարի գծից ես տեղադրում եմ մյուս դետալի լայնությունը եւ դա արդեն հիմք ընդունելով որոշում եմ որտեղ պետք է լինի մյուս ռելիեֆային կարի գծի տեղը։ Եթե ես ընտրեմ ահա սա, նա կստացվի իմ մոտ բավականին մոտ այս հատվածին, դրա համար ես մի փոքր տարել եմ կողք եւ որ գիծս ավելի գեղեցիկ սլացիկ լինի։ Իսկ մեր առջեւ ինչ խնդիր է դրված, երբ որ մենք ինչ-որ բան մոդելավորում ենք, որպեսզի գծերը լինեն ավելի գեղեցիկ։ Օրինակ ահա այսպես ես կարող եմ դնել ու մտածել։ Եթե տեսնում եմ, որ դուրս գալիս է, ապա թողնում եմ։ Մյուսը նույնպես կարող եմ որոշել այսպես հեռավորությունը, որպեսզի իմ գիծը ավելի գեղեցիկ գնա։ Ես այն կարող եմ մտածել, որ իր տեղը մյուսը արդեն այստեղ է, որտեղ արդեն այստեղ ունեմ մի հատ։ Եվ այդպես ես ընտրում եմ բոլոր գծերի տեղերը, վերլուծում եմ։ Ցանկացած մոդել քննարկվում է, վերլուծում է այս տարբերակով։ Հաշվարկներ չկան հատուկ, կա ընդհանուր խորության չափ, որը ես հավասարաչափ կամ ոչ հավասար երկու կողմերը նայում եմ գծի տեսքին, բաշխում եմ աջ եւ ձախ։ Այդ սկզբունքով ես աշխատում եմ ցանկացած այսպես մոդելային գծերի հետ։ Օրինակ այստեղ նույնպես վերլուծել եմ որտեղ պետք է լինի, որտեղ վերջանա։ Այս մոդելը նույնպես որոշվել է թե ինչպեսին պետք է լինի տեսքը, որտեղ պետք է լինեն խորությունները եւ այլն։ Այսինքն այստեղ հատուկ հաշվարկներ ես այլևս չեմ անում, նայում եմ հանգույցների մշակումները, որը որտեղ պետք է լինի, որովհետեւ եթե հանգույցները մեկը մյուսի վրա գա այս հատվածում շատ տգեղ կլինի։ Դրա համար ես մտածում եմ ամեն ինչի մասին նախորոք։ Առաջիկա ամիսների ընթացքում ես աշխատելու եմ կորսետ գրքի վրա, դրա համար ես կորսետի իմ ընթացիկ աշխատանքներից ձեր հետ կիսում եմ, հուսով եմ ձեր համար նույնպես օգտակար են։